Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը և պարոն Ֆարմանյան, ես կարծում եմ, որ դուք ձեր պատասխանների մեջ առնվազն մասամբ անկեղծ չէիք, որովհետև պատասխանելով իմ գործընկեր պարոն Եղոյանի հարցին հայտնի մեխանիզմների և սխեմաների վերաբերյալ, դուք ասացիք, որ չեք լսել նման բան և որ ամենակարևորն է, չգիտեք, թե ճարտարապետները այդ սխեմաների ովքեր են։ Ես կհուշեմ, թե ովքեր են այդ սխեմաների ճարտարապետները, պարոն Ֆարմանյան, նույն այն մարդիկ, ում դուք պատրաստ եք հաճույքով բարևել ձեր նախկին ղեկավարներին և կարծում եմ, երբ խոսում ենք համակարգային կոռուպցիայի մասին, խոսքը գնում է հենց այսպիսի սխեմաների մասին և ես հենց սա նկատի ունեմ, որ դուք այնքան էլ անկեղծ չեք, որովհետև համակարգային կոռուպցիան ըստ էության մի երևույթ է, որը ենթադրում է բոլորի կողմից այդ սխեմաների մասին իմացությունը։ Եվ ես վստահ եմ, որ դուք այդ սխեմաների մասին քաջատեղյակ եք եղել։ Պարոն Ֆարմանյան, դուք խոսում եք ձեր պատկերացրած տնտեսական մոդելի մասին, որը ըստ էության չեք հրաժարվում շարունակել կոչել լիբերալ, և բերում եք օրինակ, թե դա գործնականում ինչ է նշանակում, ասում եք, որ օրինակ մենք այս պահին ունենք խնդիր Ռուսաստան դեպի արտահանման հետ կապված, մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի պայմանականորեն Եվրոպա դեպի արտահանումը հեշտացնենք, մի բան, որ ըստ էության այս պահին մեր կառավարությունը իրականացնում է, բայց ուզում եմ նշել, որ ձեր դիրքորոշումը հակասում է ձեր խմբակցության ղեկավարի դիրքորոշման հետ, ըստ ում դուք նախատեսում եք ստեղծել 300,000 աշխատատեղեր, ենթադրվում է միջամտել տնտեսության մեջ այնքան, որ ընդհուպ մինչև գործարաններ և նմանատիպ օբյեկտներ բացելով։ Կարծում եմ, դուք պետք է այս հարցի վերաբերյալ ձեր ֆրակցիայի ներսում կողմնորոշվեք։ Դուք մեզ մեղադրում եք հակառուսականության մեջ, ասում եք կտրում եք այն ճյուղը, որի վրա նստել եք, և ասում եք, որ երբ խոսքը գնում է հյուսիսից գալացող վտանգների մասին, դուք լավ գիտեք, թե ինչի մասին է խոսքը, բնականաբար Վրաստանի մասին չի, և ըստ այդմ դա ձևակերպում եք կամ բնութագրում եք որպես կտրել այն ճյուղը, ինչի վրա նստած ես։ Այստեղ գաղտնիք չկա, պարոն Ֆարմանյան, և եթե դուք փորձում եք համոզել մեր հանրությանը, որ մենք ինչ-որ ձևով փորձում ենք քողարկել հյուսիսից գալացող վտանգները, այդպես չէ։ Ես հակընդդեմ հարցով ձեզ եմ ուզում դիմել, իսկ դուք չգիտեիք, օրինակ նախընտրական քարոզարշավի ընթացքում այդ բոլոր ռիսկերի մասին, որոնք գալիս էին հենց կոնկրետ հյուսիսից։ Դուք ձեր խմբակցության պատգամավորները գիտեք, թե չգիտեք։ Հա, չգիտեք։ Դուք փաստորեն նույն կերպ չգիտեք, ինչպես և չէիք իմանում փաստորեն այն սխեմաների մասին, որոնք գործում էին պետեկամուտների կոմիտեում այն տարիներին, երբ որ դուք աշխատում էիք այնտեղ։ Մենք և մեր հասարակությունը գիտենք, պարոն Ֆարմանյան։ Դուք ասում եք, որ հնա աճի հիմնական կատալիզատորը հանդիսանում է ռուս-ուկրաինական պատերազմը, և դրան եք վերագրում մեր հնա աճը 18 թվականի հեղափոխությունից ի վեր։ Պարոն Ֆարմանյան, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 2019 թվականի ուրեմն Հայաստանի Հանրապետության հնա աճը կազմել է 7,6%, ինչը այդ միջին միջակայքում է վերջին հետհեղափոխական Հայաստանի հնա աճի համատեքստում։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին ռուս-ուկրաինական պատերազմ չկար։ Եվ ես հարց ուղղեցի ձեզ եկեղեցում տեղի ունեցողի հետ կապված, թե արդյոք ձեր կարծիքը կփոխվի այն պարագայում, եթե իմանաք, որ ձեր կաթողիկոսն այնուամենայնիվ ունի զավակ, դուք ասացիք, որ եկեղեցական կամ ներեկեղեցական գործընթացները աշխարհիկ միջավայրում քննարկման ենթակա չեն։ Պարոն Ֆարմանյան, ես այստեղ ակամայից հիշեցի ձեր խոսքը նույն այս ամբիոնից, որտեղ դուք խոսում եք երկրակի ստանդարտների կիրառման անթույլատրելիության մասին և դրա վտանգավոր հետևանքների մասին։ Հիմա երկակի ստանդարտ է սա, արդյոք թե ոչ։ Մենք խոսում ենք
եկեղեցականների կամ եկեղեցականների քողի ներքո գործունեություն ծավալող մարդկանց մասին, ովքեր բացեի բաց զբաղվում են քաղաքականությամբ, անում են քաղաքական հայտարարություններ, մտնում են դաշտեր, որտեղ իրենք ըստ էության որևէ իրավունք չունեն մտնելու, հղում անելով այդ թվում սահմանադրության եւ օրենքների տարբեր դրույթների։ Հիմա այս պարագայում խնդիր չկա, իրենք կարող են մտնել քաղաքական պայքարի մեջ եւ զբաղվել քաղաքականությամբ, բայց այս միջավայրում եւ այս դահլիճում քննարկելը նույնիսկ այդ հարցերը դուք համարում եք անթույլատրելի։ Ես կարծում եմ, որ սա առնվազն երկակի ստանդարտների դրսևորում է պարոն Ֆարմանյան, եւ դուք առաջարկում եմ լինեք հետևողական ձեր իսկ ուրեմն գնահատականների եւ ձեր իսկ մոտեցումների մեջ։ Եվ շարունակելով իդեպ այս թեման եկեղեցու հետ կապված, մեր գործընկերները մի մարտավարություն են ընտրել այս նիստերը խաթարելու ամեն անգամ, երբ հնչում է նշյալ անձի անուն ազգանունը ըստ իր ավազանի, եւ այստեղ տարօրինակ մի բան կա, որը երևի մեր հայրենակիցները այդքան էլ չեն նկատել։ Քիչ առաջ այստեղից մեր պատգամավոր գործընկերները տասնյակ խնդիրներ բարձրացրեցին այդ մարդու հետ կապված, ընդ որում ծանրակշիռ բավականին մեղադրանքներ, այդ թվում զավակ ունենալու հետ կապված, նույն ինքը ուրեմն կուսակրոնության ուխտը խախտելու հետ կապված, այլ երկրի գործակալ լինելու հետ կապված, բիզնես գործունեություն ծավալելու հետ կապված, շատ ավելի բովանդակային ու խնդրահարույց թեմաներ։ Եվ եթե նկատել եք, հարգելի գործընկերներ, ոչ մի մեղադրանքից հետո այս ակցիան տեղի չունեցավ։ Բայց հենց անուն ազգանունը տալիս ես, խառնվում է ամբողջ դահլիճը իրար։ Ինչով է սա պայմանավորված։ Իմ գնահատականը, հարգելի գործընկերներ, հետևյալն է, որ երբ իրենք խոսում են, որ այդ ձայնագրությունները կեղծ են եւ ֆեյք, ես ի պատասխան ուզում եմ ասել, որ այս ամբողջ ակցիան ինքնին ֆեյք է, ծերից ծեր, որովհետեւ երբ բովանդակությանը որևէ արձագանք չկա եւ անուն ազգանունին հետևում է այդ ռեակցիան, դա նշանակում է, որ բովանդակություն չկա, հարգելի գործընկերներ, սա ֆեյք ակցիա է, ծերից ծեր, որովհետեւ եւ բովանդակության մեջ ես մտնում այս քննարկումների, իրենք այլ բան, քան ուրեմն սեղաններին թմկահարել չեն կարողանում։ Եվ վերջում, հարգելի գործընկերներ, ես մեր ընդդիմադիր գործընկերներին ընդհանրապես կոչ եմ անում ավելի պատրաստված մոտենալ այս ամբիոնին եւ ավելի պատասխանատու լինել թվեր եւ փաստեր ներկայացնելիս, որովհետեւ երեք պարոն Խաչատրյանը անհարմար դրության մեջ իրեն դրեց խոսելով Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի թվային դրսևորման մասին, այսօր Տիկին Քրիստիանե Վարդանյանը անհարմար դրության մեջ հայտնվեց, ուրեմն խոսելով սահմանադրության փոփոխությունների եւ վարչապետի հայտարարության մասին, ես խնդրում եմ ավելի պատրաստված եւ ավելի պատասխանատու մոտեցեք այստեղ եւ ձեր տնային աշխատանքը ավելի լավ կատարած։ Բայց խոսելով սահմանադրության փոփոխության մասին, վերջում ուզում եմ ասել հետեւյալը, հարգելի գործընկերներ։ Ըստ էության ինչ են ուզում մեզ ասել Հայաստան Դաշինքի մեր գործընկերները, ասելով, որ սա Ալիևի կամ Ալիևյան սահմանադրություն է։ Միտքը ըստ էության նույնն է, որ կա ժողովրդի թիկունքում մի դավադիր պայմանավորվածություն պայմանական Ադրբեջանի իշխանությունների հետ, որը մենք թույլ չենք տա, որպեսզի իրականանա։ Եվ այս ամբողջ խոսույթի մեջ մենք բաց ենք թողում բովանդակությունը։ Իսկ բովանդակությունը ի՞նչն է, հարգելի գործընկերներ եւ սիրելի հայրենակիցներ։ Բովանդակությունը, եւ որը իդեպ մեր ընդդիմադիր գործընկերները եւս չեն թաքցնում, հետեւյալում է, որ սահմանադրության մեջ չի լինելու հղում Հայաստանի անկախության մասին հռչակագրին։ Իսկ ինչ էր Հայաստանի հռչակագրում գրված նախաբանում։ Գրված է հետևյալը. հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ին հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։ Հարգելի գործընկերներ, մենք հայտարարել ենք, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակելու եւ սրանից հետո տեղի են ունեցել համապետական ընտրություններ եւ ժողովուրդը իրենց ընտրությունը կատարել է։
հարգեք եւ հաշվի նստեք Հայաստանի Հանրապետության ժողովրդի ընտրության հետ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Ազգային ժողովի հարգարժան նախագահի տեղակալ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, պարոն Ֆարմանյան։ Որտեղ եք, չկաք։ Այստեղ եք։ Պարոն Ֆարմանյան, պետքա խոստովանեմ, այսօրվա ձեր պատասխանները տեղ-տեղ ցնցող էին, տեղ-տեղ զարմանահրաշ։ Դժվարում եմ իհարկե որոշել, որից սկսեմ։ Օրինակ, tripit։ Գործընկերոջս հարցին, ձեր մոտ անձի երկատման նշաններ չկան, չէ՞։ Գործընկերոջս հարցին, թե ինչպես եք նայում այս ինչ հարցի շուրջ պարոն Կարապետյանի դիրքորոշմանը, Սամվել Կարապետյանի, նաև Նարեկ Կարապետյանի, ասում եք չեմ լսել, բայց ես ամբողջությամբ իրենց հետ համաձայն եմ, գաղափարապես, քաղաքականապես լրիվ կիսում եմ տեսակետը։ Թրիփի հետ կապված հարցին ասում եք, գիտեք, ես ունեմ բազմաթիվ հարցեր, մտավախություններ, դա տարանցիկ ճանապարհ է, թե եթե լինի, լավ կլինի։ Այստեղից ձեզ հուշում են, ասում են, գիտեք, հենց նոր ձեր խմբակցության ղեկավար պարոն Նարեկ Կարապետյանը ասաց հստակ, որ թրիփը իհարկե տարանցիկ ճանապարհ է, ասում եք, դե չգիտեմ, հələ որ էլի ունեմ մտավախություններ։ Սա ինչ լողոզված պատասխան է, պարոն Ֆարմանյան։ Էլի ունեք մտավախություններ, թե համաձայն չեք ձեր ղեկավարի հետ։ Խոսում եք Ադրբեջանից Հայաստան ներկրվող ապրանքների մասին, այստեղ էլ մտավախություն ունեք, ասում եք փոխադարձություն չկա, սկզբունքը պահպանված չի, ինչ խաղաղություն է, չկա դե խաղաղություն։ Պարոն Ֆարմանյան, տեղեկացված չեք, որ իհարկե փոխադարձության սկզբունքը պահպանված է ու քաղաքական հարց չկա։ Տեղեկացված չեք, որ սա տնտեսվարողների դաշտում է։ Տեղեկացված չեք, դրա մասին բազմիցս խոսել ենք, չեք լսել, որ մեր տնտեսվարողների դաշտում է այն հարցը, թե ինչպես կազմակերպել, եթե տասնամյակներ շարունակ պատրաստ են եղել X ծավալի ապրանք արտահանել, իսկ հիմա շատ ավելի մեծ հնարավորություններ են բացվում։ Շարունակելու եք պնդել, որ սա քաղաքական հարց է, մեզ արգելում են, սա չտեղեկացվածության արդյունք է, թե կամ պարոն Թունյանի հարցին ասում է, ձեր նախընտրական ծրագրում ասում եք փոքր ու միջին բիզնեսը պետք է 0 հարկերով աշխատի, մի այդպիսի երկրի օրինակ բերեք։ Ասում եք, դե շրջանառության հարկով է պայմանավորված 115 միլիոն, շրջանառության հարկ 0%, հա, չէ, այդպիսի երկիր չեմ կարող ասել, չկա, բայց ով ասեց, որ չպետք է մենք առաջինը լինենք։ Ո՞վ հրաշք։ Ասում ենք, հազարավոր ընկերություններ են փակվել, մեղադրանքներ են հնչեցվում մեր հասցեին, պարոն Թունյանը ասում է հիմքերը, որ ընկերությունները, ասում եք Զոլոմոններն են գրել դրա մասին։ Մի հրաշալի պատասխան։ Մի խոսքով, big push, լիբերալ տնտեսություն, համադրություն, կամ հա, կեղծ ընտրակաշարքի, ենթադրյալ ընտրակաշարքների մասին բոլոր ձայնագրությունները կեղծ են։ Օ հրաշք, այստեղ էլ շատ ունիկալ եք, երևի այստեղ խոսվեց բան, տերմինի մասին, grassroot ընտրակաշարք, հա, տենց տերմին եք ուզում ներմուծեք, էլի միջազգային փորձման սաղ մի կողմ, ինչպիսին ա լինում ընդհանրապես ընտրակաշարքը վերևից ներքև կազմակերպված, այն նրա նման են 0% հարկերի նման, այստեղ է grassroot ընտրակաշարք, մարդիկ սենց կեղծ, իրար մեջ պայմանավորվում են, ներքևից վերև պայմանավորվում են ընտրակաշարք տալ, հրաշք, բայց հա, էլի, ձեր նախընտրական ծրագրից խոսում եք, ասում եք, լավ կներ, մթերման կայաններ եւ այլն։ Ինչ հիշեցի, նախընտրական ծրագրում բան ունեք, հիմնադրամ ունեք, ոչ պետական հիմնադրամի մասին եք խոսում, անապահով ընտանիքներին, եթե ճիշտ եմ ասում, բնակարան ապահովելու։ Ինչ եղավ, ինչ որ վերջերս չեմ հիշում, որ դրա մասին խոսում ենք։ Թե էլի մնաց այն թեմային է, որ մնաց 3677 օր, հա։ Ինչ նախանգարում։ Բայց կամ մի ուրիշ կարևոր թեմայի, ցավոք արդեն ժամանակից կեսը գնաց, որը ոչ միայն անձամբ ձեզ է առնչվում, պարոն Ֆարմանյան, այլ ըստ էության երկու ընդդիմադիր խմբակցությունների դիրքորոշումների, բայց էլի ձեզնից սկսեմ, որովհետև դուք եք այսօրվա հերոսը։ Դուք այսօր երևի ձեր ելույթում մի 10-ից ավել անգամ նշեցիք ազնվության մասին։ Դուք ազնիվ եք, պետք է ազնիվ լինել, մարդիկ են մեզ լսում։ Իհարկե, ազնվությունը կարևորագույն առաքինություն է եւ անգամ ինչքան էլ տարօրինակ հնչի քաղաքականության մեջ եւս։ Հիմա ես ուզում եմ ձեր նախորդ շաբաթ արած պնդումից օրինակ բերել եւ եկեք միասին քննարկենք ինչքանով է դա տեղավորվում ազնվության կոնցեպտի հասկացության մեջ։ Պարոն Վարդևանյան տեխնացությունը քննարկելիս հարց եք ուղում իրեն եւ պնդում եք անում։
Ասում եք, մեզ մեղադրում են Արևմտյան Հայաստանի կեղծ թեզերի իբրև թե օրակարգ բերելու հարցում եւ այլն։ Ես խիստ զարմացած եմ, որ մեր իշխանությունների կողմից այդ զառանցանքներին կա զրո արձագանք։ Ինչ է կարծում սա, ինչ գործելակերպ է իշխանությունների կողմից եւ այլն։ Պարոն Ֆարմանյան, հիմա պնդելու եք, որ չեք լսել երբևէ, որ Հայաստանի Հանրապետությունը եւ վարչապետի դեմքով անունից եւ արտգործնախարարությունը եւ մեր բազմաթիվ գործընկերներ արձագանքել են եւ վարչապետը մասնավորապես ասել է, որ չկա արևմտյան Ադրբեջան Հայաստանի տարածքում։ Եթե առաջի անգամ եք լսում, ուշադիր լսեք։ Չկա արևմտյան Ադրբեջան Հայաստանի տարածքում, եթե ասել արևմտյան Ադրբեջան, ապա պիտի նկատի առնել Ադրբեջանի արևմտյան շրջանները եւ թվարկումը Թովուզ, Ղազախը, Գետաբե եւ այլն։ Չեք լսել։ Չեք լսել ռազմավարական գործարքի մասին, որը վարչապետը առաջարկել է իբրև ճանապարհային քարտեզ երկարաժամկետ խաղաղության համար։ Մյուս ձեր գործընկերներն էլ չեն լսել։ Էլի մեջ բերեմ։ Վարչապետը օրինակ, դրանից առաջ է խոսել ռազմավարական գործարքի մասին, բայց օրինակ Համբուրգում 25 թվականի դեկտեմբերին պատասխանելով լրագրողների հարցին, ասում է. Ես ուզում եմ հիմա բաց հրապարակային Ադրբեջանին անել առաջարկ, որովհետև որքան նրանք այդ թեմաներով խնդիր ունեն, այնքան էլ մենք խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք ընդունենք համատեղ ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ, եւ այլն, շարունակեմ։ Պարոն Վարդևանյան, դուք եկեք հարցին պատասխանում, երբ որ այս պնդումը ձեր գործընկերը արեց, ինչքանով էր ազնիվ իր կողմից, ոնց որակենք սա ազնվություն։ Չեր լսել սրա մասին, չտեղեկացվածություն, երբեք չեր լսել, չեք հետևում լուրերին։ Պարոն Վարդևանյան, դուք ազգային ժողովի փոխոսնակ ընտրվեցիք, մենք էլ ձեզ ձայներ տվեցինք։ Դուք հարցին, որ պատասխանում եք ամես պնդմանը, ոնց աչքաթող արեցիք, դուք էլ չէիք լսել ոչ մի անգամ։ Մեղմ ասած, կզարմանամ։ Ու ինչ ասա, եթե ոչ, էլի մեղմ ասած, Հայաստանի շահերին դեմ քայլ։ Կարող է Ադրբեջանում օրինակ ասեն, դե շուրջ Հայաստանում չեն արձագանքել այս խոսույթին։ Հենա, խորհրդարանում կան падգամավորներ, այսպիսի բան են ասում։ Մտածել եք սրա մասին, ձեր պատասխանատվության մի այսքան մասը սրանում ունեք։ Ձեր լավագույն շահից ելնելով ասեմ, չտեղեկացվածության ու չտեղեկացված հայտարարություններ անելու համար։ Դուք էլ, պարոն Վարդևանյան։ Գիտեք, եթե սա լիներ առանձին եզակի դեպք, ես միայն սրան կանդրադառնայի, կսահմանափակվեի, բայց Տիկին Քրիստինե Վարդանյանը գալիս է այստեղ ու ոչ թե համապատրաստից, ոչ թե էմոցիոնալ, պահի ազդեցության տակ, ակնհայտ ոչ ճիշտ էթիկայի սահմաններում սուտ չասենք, ասենք ոչ ճիշտ պնդումներ է անում։ Այն մասին, որ երբ է խոսվել առաջին անգամ նոր համալսարանում, այն մարդը պատրաստված է գալիս, թուղթ է հետը բերում վրան, հարևան պետության նախագահի նկարը, վարչապետի նկարը, տակը ամսաթվեր։ Ես էլ հո երկար հետազոտություն պահանջող հարց չէր։ Վարչապետի, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական կայքում կար գրված 20 թվականի հուլիսի 5-ին սահմանադրության օրվա արդիվ ուղերձում վարչապետը խոսում է նոր սահմանադրության անհրաժեշտության մասին։ Սա աղավաղելը ինչի արդյունք է, հավատանք, որ պարոն Ֆարմանյանի ենթադրյալ չտեղեկացվածության պես բան է։ Տիկին Գրիգորյան, ժպտում եք, տեղեկացված չեք։ Նույնը վերաբերում է պարոն Արթուր Խաչատրյանին։ Մի ահռելի արտիստիզմով մարդը գալիս էստեղ ասում է, մյուս խնդիրը, Քյարք ինտեգրացիոնը, ցիտում եմ հիմա։ Հա, որտեվ էստեղ նաև մեր նշումներ անելու հետ կապված շատ անհանգստացած էր պարոն Արթուր Խաչատրյանը, հեսա կանդրադառնամ դրան։ Ասում է, ցիտում եմ, Քյարք ինտեգրացիոնը միգուցե դրանով է պայմանավորված, այդքան արտիստիկ չեմ կարող լինել։ 57 քառակուսի կիլոմետրը անհայտ շահառուին զիջելը, որովհետև թե եթե պակասեց ուր գնաց, միգուցե Օվերտոնի պատուհան է բացվում, մեր ժողովրդին ասում եք սովորեք 29743, մոռացեք 29800-ը եւ այլն եւ այլն։ Մի պատասխան լսեցիք, չէ՞, որտեղ է գնացել ու որտեղից է գնացել, որ սա Հայաստանի հողային ֆոնդի չափներ, բազմաթիվ փաստաթղթերով ստորագրված, որի տակ ստորագրել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ապա նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա այս ելույթն էլ ինչ համարենք։ Պարոն Ռուբինյանը շատ մեղմ իմ կարծիքով ասեց, քաղաքական ամնեզիա։ Շուրջան, բոլորիդ մոտ է քաղաքական ամնեզիա, ինչով օգնենք ձեզ։ Եթե օգներ։
Ունեմ ժամանակ։ Վերջը մի բան էլ ասեմ։ Հայաստան խմբակցության քարտուղարը ասում է, մեր խորհրդանի առաքելությունն է նվազեցնել աղքատությունը։ Այսպիսի խոսակցությունները որևէ կապ չունեն ժողովրդի կարիքների հետ, եկեք լուրջ թեմաներ քննարկենք։ Տեսության մեջ հրաշալի միտք է, պարոն Աբրահամյան, բայց գիտեք ինչն է խնդիրը, որ եթե դուք ձեր ֆրակցիայի մյուս падգամավորներն ու մյուս ֆրակցիայի падգամավորները մի փոքր ազնիվ լինեք ու իրապես ծառայեք Հայաստանի Հանրապետության շահին, ավարտում եմ, ապա առաջին հերթին պիտի դադարեցնեք տորպեդահարել խաղաղության օրակարգը, որովհետև որքան էլ ձեր ենթադրյալ չտեղեկացվածությունից ելնելով եք սա անում, վստահ եմ, որ շատ լավ գիտեք, որ խաղաղությունը առաջնահերթ է եւ անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար։ Շնորհակալություն։ Ես 10 րոպե եմ, չէ՞ խոսել։ Այո, դուք 10 րոպե եք խոսել։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ես հիշեցնեմ, որ քննարկում ենք ֆինանսավարական եւ բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեխնացուի հարցը։ Պարոն Ֆարմեյան, շատ ուշադիր ձեր ելույթը լսում էի եւ հարց ու պատասխանել մի մասը այստեղից, մի մասը իմ սենյակից էլի լսում էի։ Բաներ կան ձեր ասածների մեջ, որոնց հետ համաձայն ենք, օրինակ, երբ խոսում եք կանխատեսելի հարկային համակարգի մասին, երբ խոսում եք պետական պարտատոմսերի մեջ կատարվող մեծ ներդրումների ու դրա բացասական ազդեցության մասին, այդ բոլոր հարցերը մեր օրակարգային հարցերն են, ու մենք արդեն տևական ժամանակ դրանցով զբաղվում ենք եւ ուրախ կլինենք, եթե դուք էլ ներգրավեք այդ ամեն ինչի մեջ։ Բայց մնացած մասի հետ կատեգորիկ համաձայն չեմ։ Նախ եկեք վերջից սկսենք, էլի աղքատությունից։ Այս ամենասիրած թեմաներից է, նոր էլ պարոն Աբրահամյանն էլ էլի խոսում աղքատության մասին։ Ժորժ ջան, աղքատության ցուցանիշի մասին, օրինակ հիմա աղքատության ինչ մակարդակ կա։ Դուք կկարողանաք խոսել 2027 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին, որտեղ հիմա ոչ մեկը չգիտի, թե աղքատության մակարդակը ինչքան է։ Բայց ես համոզված եմ, որ հաշվի առնելով առողջության ապահովագրությունը, հաշվի առնելով թոշակների ավելացում, մնացած շատ բաներ, աղքատության մակարդակը էապես նվազած է լինելու։ Պետական պարտքի մասին շատ խոսվեց։ Այո, պետական պարտքի բեռը բացարձակ թվով չափելը միայն սխալ է։ Պարտքը նա հարաբերակցության մասին նշեցիք, բայց ասում եք էլի ցուցանիշներ կան, այո, շատ ցուցանիշներ կան։ Պետական պարտքի սպասարկումը համեմատում են հարկային եկամուտների հետ, պարտքի սպասարկումը համեմատում են արտահանման հետ, բայց այդ բոլոր ցուցանիշներով հանդերձ կոմպլեքս եթե վերցնում եք, մեր պետական պարտքի բեռը համարվում է նորմալ ու ռիսկային չի։ Դուք խոսում եք դեֆոլտի վտանգից, ոնց կբացատրեք, որ միջազգային գրեթե բոլոր վարկանիշային կազմակերպությունները, Fitch, Moody's եւ այլն, բարձրացրել են Հայաստանի սուվերեն վարկանիշը, այսինքն մեր երկիրը միջազգային ինստիտուցիոնալ ներդրողները համարում են շատ ավելի պակաս ռիսկային, դուք խոսում եք ռիսկերի ավելացման մասին։ Ու ես համոզված եմ, որ եկող տարի այդ վարկանիշները ավելի են վերանայվելու, եթե այդ խաղաղության գործընթացն ու ապաշրջափակումը նորմալ հունով գնան առաջ։ Շրջարկի մասին շատ խոսվեց։ Այս են ամենա ընդդիմության սիրած թեմաներից էր։ Այստեղ մեծ մանիպուլատիվ հայտարարություններ են հնչել ու հնչում են։ Շրջանառության հարկի շեմը կրկնակի ավելացվել է անվանական, բայց փաստացի հարկային բեռը արգելի գործընկերներ չի ավելացվել, որովհետև մենք հնարավորություն ենք տվել տնտեսվարողներին իրենց ծախսերը փաստաթղթավորել եւ ավելի քիչ հարկ վճարել։ Եվ օրինակ, եթե մենք նայում ենք էֆեկտիվ դրույքաչափը, օրինակ առևտրի ոլորտում էֆեկտիվ դրույքաչափը մնացել է նույնը։ Շատ տնտեսվարողներ ավելի այդ թվերը պարոն Կարապետյան, օրինակ առևտրի ոլորտում մանրածախ, ես ինչքան հիշում եմ, էֆեկտիվ դրույքաչափը 2.5-ից 2.7%-ի շրջանակներում է։ Ինչը։ Եկեք սենց հիմա դետալ չասեմ, ըստ ոլորտների ես խոստանում եմ բոլորը մանրամասն ներկայացնեմ։ Խոսվեց փաստաբանների եւ հաշվապահական ծառայությունների մասին, մենք այդ խոսակցությունները այստեղ շատ մանրամասն ունեցել ենք, լսումներ ենք կազմակերպել, դուք չկայք այդ լսումներին իհարկե, եւ փաստաբանական ու հաշվապահական ծառայությունները շատ շուտվանից էր նախատեսվում տանել ավելացված արժեքի հարկի դաշտ։ Ինչի համար։
որովհետև ի սկզբանե շրջանառության հարկի ռեժիմը նախատեսված է եղել ոչ թե որպես արտոնյալ հարկային ռեժիմ, որտեղ աշխատողները պիտի ավելի քիչ հարկ վճարեն, այլ ավելի պարզեցված, որպեսզի հարկայինի հետ շփումը ավելի հեշտ լինի, վարչարությունը ավելի քիչ լինի, ու հաշվի առնելով, որ հաշվապահական եւ փաստաբանական ծառայություններում աշխատողները ունեն բավարար գիտելիքներ ու հմտություններ այդ ամեն ինչը անելու համար, առաջնահերթ իրանք են գնացել ավելացված արժեքի հարկի դաշտ, բայց մի բանում համոզված եմ, որ այստեղ կա խզում, որտեղ նույն ոլորտում աշխատող մի ընկերությունը, եթե մյուսից մեծ ու փոքր լինելու պատճառով մի քանի անգամ տարբեր հարկային բեռ է ունենում, դա խնդիր է, այդ խնդրի հետ կապված ֆինանսների նախարարությունը հանդես կգա համապատասխան լուծմամբ, բայց ասել, որ Հայաստանում մի քանի հազար ընկերություն փակվել են, դա սխալ պնդում եմ մեղմ ասած, ես չեմ ուզում տենց կոպիտ բառեր օգտագործեմ, բայց ես հիմա ձեզ տեղեկանքից թվերը հրապարակեմ, հա, ես հատուկ հարցում էի արել պետական եկամուտների կոմիտեին եւ 2025 թվականին ակտիվ հարկ վճարողների քանակը Հայաստանի Հանրապետությունում, եթե չեմ սխալվում, 131,000-ից դարձել է 140,000 եւ փոքր, միջին, մեծ, առանձին տարբերակված ցուցանիշներով բոլորը աճել են։ Հիմա եթե պարոն Ֆարմանյան, դուք ասում եք, որ ԶԼՄ-ներից են այդ տեղեկատվությունը վերցրել, եւ ասում եք ԶԼՄ-ների հղումները կտան։ Ինձ թվում է մեզնից ցանկացածը, որը որ այս ամբիոնից կամ մեկտեղից թիվ է հնչեցնում, եթե ինքը ԶԼՄ-ին հղում անելով այդ թիվը մատուցում է հանրությանը, այդ նշանակում է ինքն էլ այդ թվի համար պատասխանատվություն կրում։ Ես ձեզ կոչ եմ անում, ձեր ամփոփիչ ելույթում ասում եք ԶԼՄ-ներն են հարցում արել, այդ ԶԼՄ-ները, քանի որ ձեզ անհարմար վիճակի մեջ են դրել, իրենց կողմից այդ հարցումը եւ պատասխանը բերեք ներկայացնեք, ես էլ իմ հարցումը կներկայացնեմ։ Շատ լավ։ Դիվերսիֆիկացիայի մասին։ Ասում եք դիվերսիֆիկացիան չպիտի լինի ի հաշիվ մեկի հետ առևտրի կրճատման։ Իմ կարծիքով, ոչ թե իմ կարծիքով, այլ առողջ տրամաբանությունը հենց նշանակում է, որ դիվերսիֆիկացիան միշտ լինում է ի հաշիվ ինչ-որ բանի։ Բացարձակ թվով, կարող է մենք երկու կողմում էլ առևտրի ծավալները մեծացնենք, բայց կշռով մի կողմը հաստատ ուժող է դուրս գալու։ Ու դա լավ է, եթե ինչ-որ մեկի կշիռը շատ է ու դու այդ կախվածություն թույլատնում ես, դա լավ է։ Եթե ասում եք մենք ավելացրել ենք կախվածությունը, մի կողմից ասում եք դիվերսիֆիկացիան վատ բան է, մի կողմից էլ քննադատում եք, որ դիվերսիֆիկացիա վատ բան քիչ են կարել։ Ես ձեզ վերջի տվյալները ասեմ, Հայաստան, Ռուսաստան արտաքին առևտրաշրջանառության կշիռը 34%-ից, եթե չեմ սխալվում, նվազել է մինչև 27-28%, օրինակ Հայաստան, Եվրամիություն եւ Հայաստան այլ երկրներ ապրանքաշրջանառությունը այս ընթացքում աճել է, այսինքն տոկոսայինով եմ ասում, տեսակարար կշռով։ Պարոն Կարապետյան, sense դետատը չեմ կարող, հետո համոզված եմ առիթներ լինելու է իրար այդ բոլոր հարցերի շուրջ քննարկելու։ Կարեն Կարապետյանի մասին խոսք գնաց, Մաքսայինի մասին, գիտեք, ես հիշում եմ, երբ Կարեն Կարապետյանը առաջին անգամ այս ամբիոնից ելույթ էր ունենում որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, падգամավորներից մեկը երբ իրեն հարցրեց, թե ո՞նց կգնա տնտեսության վիճակը, մարդը ասաց վատ, շատ վատ, հետո շատն էլ հետևից ավելացրեց։ Ինչ-որ չեմ հիշում, որ այն ժամանակ խոսք լիներ արտագաղթից եւ այլն։ Եվ վերջում շատ բան կա, բայց մի բան եմ ուզում ասել, հարգելի գործընկերներ։ Ձեզնից շատերը, որ խոսում են, ասում են, մենք եկել ենք բիզնեսից, մենք եկել ենք մեծ բիզնեսից։ Ես ուրեմն նայում եմ ձեր խմբակցության կազմը, ուրեմն 90%-ը, պարոն Կարապետյան, աշխատավարձ է ստացել, կամ ձեր ընկերություններից, կամ հիմնադրամներից թվարկեմ, էլի, Արամ Վարդևանյան, ըստ ձեր հայտարարագրելի է, Արամ Վարդևանյան, Տաշիր կապիտալից 40 միլիոն դրամ, Դավիթ Ղազինյան, Հրազդանի էներգետիկ կազմակերպություն, ես մենակ աշխատավարձ եմ ասում, մնացած դուք շատ եկամուտներ եք ստացել, աշխատավարձ եմ նշում։ Պարոն Վարդևանյան, ձեր հայտարարագրում նայել եմ այն եկամտի աղբյուրը, որը փոխկապակցված է Տաշիր ընկերությունների խմբի հետ։ Ձերը նշված է Հրազդանի էներգետիկ կազմակերպություն 19.6 միլիոն դրամ,
Ռուբեն Մխիթարյան 1.3 միլիոն ուժեղ Հայաստան կուսակցությունից 6.5 միլիոն դրամ մեր ձևովից, Արեգա Հովսեփյան, հայ գործարարների ասոցիացիա, որ էլի ասոցիացված է ձեր հետ, Մարիաննա Ղարամանյան 5.6 միլիոն դրամ մեր ձևով, Հայկ Շուքյասյան, Տիգրան Աբրամյան, Լենա Մաթևոսյան, Անդոնի Գևորգյան, Լիանա Գասպարյան, Գառնիկ Դավթյան, Մանուկյան Լիան, ու սենց Հիմա շատ նորմալ է, չէ, շատ նորմալ է, պարոն Կարապետյան, ուղղակի ուզում ասեմ, որ դուք ոչ թե եկել եք տարբեր բիզնեսներից, այլ մեկ ընդհանուր բիզնես եք ներկայացնում, հասկանում եք հարգելի գործընկերներ, ու երբ կներեք, պարոն Կարապետյան, ու երբ ասում եք մարդկանց միավորում են ոչ թե գաղափարները, այլ էս ամեն ինչը վկայում է, ինչն է միավորել, այնպես որ շատ լավ կլինի, եթե այդ կախվածությունը որոշ հարցերում փոխարինվի օբյեկտիվ քննադատություններով, իսկ մնացած ցուցանիշների մասին, որոնց հետ համաձայն չեք, ես հատ առհատ հետո կներկայացնեմ, շնորհակալություն։